Այս ժողովուրդ ջան, ապրում ենք մի ժամանակահատվածում, երբ քրեական քրոնիկոնի, դժբախտ պատահարների, ինքնավթարների ու ավտովթարների պակաս չկա։ Պաշտոնապես հայտարարում եմ, որ իմ գործունեության մոտ քառորդ դարի ընթացքում երբեք այսքան ծանրաբեռնված չեմ եղել։ Իսկ դա նշանակում է, որ երկրի վիճակը վատ է, շատ վատ։ Դո չգիտեմ մտքերով ընկնում են ու գնում գաբարլամիշն լինում, դո հարբած ղեկին նստում ու մահացու վթարի ենթարկում մոտոցիկլավարին։ Դո հողի կնոջ այդ մեքենայի մեջ վեճի են բռնվում, հետո այդ կնոջը մահացած են գտնում, դո էլ թքած են ունենում հակահրդեհային անվտանգության կանոնների վրա, ինչի համար կյանքով են պատասխան տալիս։ Մի խոսքով, բոլոր ժանրերը առկա են, չէ, ժողովուրդ ջան, մենք հաստատ անդունդն ենք գլորվում։ Ու մինչև կմանրամասնեմ թվարկածս դեպքերը, առաջարկում եմ տեղափոխվել Երևան-Սևան-Իջևան ճանապարհի 105-րդ կիլոմետր, իսկ ավելի կոնկրետ Թեղուտ բնակավայրի վարչական տարածք, որտեղ իրիկնադեմին իրար են ողջագուրվել խորհրդային ու ռուսական արտադրության մետաղե նժույգները, ավելի ճիշտ ծերուկները, նույնիսկ անզեն աչքով էլ նկատելի է, իսկ հավաքվածները նաև հաստատեցին այդ վարկածը, որ Վիլիսը ոչ տարել ոչ բերել է, մտել է լադայի մեջ, համաձայն եմ, մի քիչ լավ չհնչեց, բայց անունը ինչ ուզում եք դրեք, միևնույն է, իրականությունից հեռու չես փախչի։ 12 վիրավոր Դիլիջան, չէ, Դիլիջանի բկեն, չէ տարե։ Մեջը երեխեք էլ կան, հա, կարևորը կյանքերին վտանգ չլինի այն մարդ։ Երեխաները որն է, վթարի հետևանքով ուշադրություն, 12 հոգի տեղափոխվել է Դիլիջան բժշկական կենտրոն։ Են իմ հայտնի Զակոն Պոտնլսցին բարակապակցությունը նաև այս դեպքում է սազական։ Նկատի ունեմ հանգամանքը, որ թարսի պես մեքենաներում լիքը մարդ է եղել։ Հետաքրքրվեցի, իսկ ծանր վիճակում մարդիկ կային, պատասխանեցին, որ այո, բայց հաշվի առնելով հանգամանքը, որ մինչև օրս վատ լուր այս վթարի առնչությամբ Դիլիջան բժշկական կենտրոնից չենք ստացել, կարելի է ենթադրել ավելի ճիշտ հուսալ, որ դեպքը ողբերգական չի եղել։ 12 վիրավորից քանի հոգի են երեխեքը։ 5 երեխա են, անչափված։ Երեխեք ջան, թե դուք ինչ մեղք ունեք մեծերի անզգուշության, ճանապարհային երթևեկի կանոնները չպահպանելու համար։ Բացի նրանից, որ այո, մեքենաներից մեկը խախտել էր կանոնները, նաև լուրջ կասկած կա, որ նաև գերազանցել է մարդկանց տեղափոխության թույլատրելի քանակը։ Ստեղ են ասում, իսկ գյուղի բանը էլի, չնայած քաղաքաբնակներն էլ են հաճախ իրենց մեքենաները բեռնատարի տեղ դնում։ Լավ, ինչևէ, Տավուշից տեղափոխվենք Արագածոտնի մարզ, որտեղ մայիսի 25-ի առավոտը խաղաղ չէր Նիսսանի ու Volkswagen-ի վարորդների համար։ Խաղաղ չէր որն է, ի տարբերություն նախորդ դեպքի, այստեղ հրաշք տեղի չի ունեցել, ինչը նշանակում է, որ ներկայացվող տեսանյութում ընդամենը մի դեպք էր երջանիկ ավարտով։ Բախում ընդդողացույցը Nissan Passat։ Դե լավ էլի Շամշան, ինչ Nissan Passat, Volkswagen Passat-ա, թե ասա այդքան լուսաբանում ես, տենց էլ մինչև վերջ, այս մեքենաների մակնիշները չսովորեցիր։ Լավ, ինքնակնադատությունը լավ բան է, բայց ինչպես ասում են, չմոռանանք ինչի համար ենք հավաքվել։ Իսկ հավաքվել ենք, որպեսզի փաստենք, որ առավոտ կանուխ ժամը 7:15-ի սահմաններում Մարգարավ Վանաձոր ավտոճանապարհի 71-րդ կիլոմետրին Ապարանք Քուչակ հատվածում իրար են բախվել Nissan Cianan ու Volkswagen Passat-ը, ինչի հետևանքով երկու մեքենաներն էլ հայտնվել են դաշտում, իսկ Volkswagen-ը, ինչպես տեսնում եք, բախվել է նաև ծառին։ Էսա Volkswagen-ի նշանն է։ Էսի որի համարն է։ Nissan-ի համարն է։ Այն մարդ, երկուսն էլ նենց հարմար էին տեղավորվել դաշտում, որ չէր կարողանում հասկանալ, թե իրականում ինչ է կատարվել րոպեներ առաջ։ Այդուհանդերձ, հիմք ընդունելով փաստը, որ երկու մեքենաներն էլ վնասվել էին դիմացի ձախ հատվածից, հիմնական վարկածը կարա լինի հանդիպակաց դուրս գալը, այսինքն հին հայկական հիվանդությունը, ասենք առանց համապատասխան տեսադաշտի դուրս են գալի վազանցի։ Իսկ հետևանքն այն է, որ մեկ հոգի տեղում մահացել էր, երեքին էլ տեղափոխել էին աշտարակ բժշկական կենտրոն։ Սա հետքերն ասա։ Հիմա անդրադառնամ մեկ այլ ճակերտավոր հերոսին, որը եւս հաստատ կզրկվի վարորդական իրավունքի վկայականից ու 1 տարի անց առանց քննության կվերականգնի։ Խոսքը գիշերը ժամը 2-ին Մայրաքաղաքի Գրիգոր Լուսավորիչ եւ Իտալիայի փողոցների խաչմերուկում այս Lexus-ի ու մոտոցիկլետի բախման մասին է, ինչի հետևանքով մոտոցիկլավարը 29-ամյա Էրիկը տեղում մահացել էր։
Դե առաջին հայացքից թվում է թե խաչմերուկ է։ Հաստատ էլի երկու կողմից էլ փորձել են դեղին լույսի տակով անցնել։ Գուցե, ասեմ ավելին, այս վարկածը երևի թե ամենահավանականն է, սակայն հիմք ընդունելով փաստը, որ Lexus-ի վարորդը 26-ամյա Նիկոլայը ղեկին հարբած է եղել, սկսում ես լիքը այլ վարկածներ մտածել։ Մտածում ես, որ եթե հարբած է, դրանից ինչ ասես կարող է սпасել։ Այո, պարոնայք վարորդներ, եթե ոչ ստապ վիճակում նստում եք մեքենայի ղեկին ու դառնում վթարի, առավել եւս մահացու վթարի մասնակից, դուք եք համարվում գլխավոր մեղավորը։ Տեղեկացա, որ Էրիկը մենակ չի եղել մոտոյով, հետևում 32-ամյա Գոհարն անստաց եղել, որին մոտոցիկլի գլխի վրա շրջվելու հետևանքով մարմնական վնասվածքներով տեղափոխել են հիվանդանոց։ Լավ, իսկ ինչ է նման դեպքերում հասնում ոչ ստապ վիճակում գտնվող վարորդին։ Դե իհարկե, երկամսակ կալանք, որի ընթացքում եւ հետո իրավապանները պետք է նրա ապագայի հարցը որոշեն։ Բայց արի ու տես, որ դատարանը մերժել է քննիչի միջնորդությունը եւ հարբած Նիկոլայի նկատմամբ կիրառել է երկամսա տնային կալանքը։ Պատկերացնում եք, չէ, պաստառ պոկելու համար մարդուն ուղարկում են հոգեկան առողջության կենտրոն, որտեղ նա ինքնասպան է լինում, իսկ ոչ թափ վիճակում գտնվող վարորդին, ով մահացու վթարի հեղինակ է, ուղարկում են տուն։ Այն ոնց էր ասում Սիամանթո, ով մարդկային արդարություն, թող ես թքեմ քու ճակատիդ։ Նախքան մյուս աղաղակող պատմությունը ներկայացնելը ճամփա բռնենք Արագածոտնի մարզ, ավելի ստույգ Երևան Վանաձոր ավտոճանապարհի Մուղնի բնակավայրի վարչական տարածք, գիշերվա միլիոննա, ժամը 1:30, 40-45 րոպե առաջ ստեղ դժբախտություն է տեղի ունեցել, դժբախտության հեղինակի անունն էլ Գևորգ, ով 31 տարեկան է եւ իր Kia Magnish-ի մեքենայով անցնելիս է եղել ու չի նկատել 47-ամյա Արմանին։ Գևորգ, նույնիսկ այս խաչը քեզ չփրկեց, չնայած շատ մեղադրելու էլ չկա։ Հենա տեսնում եք, որ ճանապարհի այս հատվածում լուսավորությունը բացակայում է ու բավական աստեղ ասենք մուգ հագուստով որևէ մեկը փորձի կտրել ճանապարհը այս ճակատագրին կարժանանա։ Հետևաբար քնչական մարմինը դեռ պետք է պարզի, թե ով է տեղի ունեցած ողբերգության հիմնական մեղավորը։ Ոչ, ամենևին էլ նպատակ չունեմ արդարացնելու Գևորգին, անկախ ամեն ինչից պետք է ուշ ժամին վարորդը զգոնությունը կրտնապատկի, այլ ոչ թե գազի սեղմակը տանջի։ Միայն հավելեմ, որ երիտասարդը փախստի չի դիմել, ենթարկվել է սթափության փորձաքննության, պարզվել է, որ սթափ է։ Այ կոշիկ, քանի մետր թռած կլինի։ Մոտ 18 մետր։ Նայ ժամացույցը ոնց է կոտրվել։ Շատ արագ է, քշե։ Այս էլ մի թայն է։ Այնի 18 մետր, այդտեղից դե մի 6 մետր կլինի, չէ՞։ Շատ էլ կլինի։ Այ մարդ, միշտ փորձել ենք մատի ու մատանու արանքը չմտնենք, այսինքն չենք խառնվել ուրիշների ընտանեկան գործերին, բայց ինչպես ասում են, եթե դու չես զբաղվում, քեզնով են զբաղվում։ Թե ասա ում էի մի կտոր հաստվել, որ ստիպված եղա նման տխուր պատմության ականատեսը լինել, բայց ամեն ինչի մասին հերթականությամբ։ Եվ ուրեմն, կեսգիշերից 10 րոպե անց իրավապանները տեղեկություն են ստանում, որ Երևան-Սևան Իջևան ավտոճանապարհի Ճամբարակի խաչմերուկում խաչմերուկ օբյեկտի դիմաց կայանված յաշիկում դիկա։ Հասնելով դեպքի վայր, իրավապանները մեքենայի հետևի նստատեղին հայտնաբերում են երիտասարդ աղջկա D առնանման հետքեր։ Կարճ ժամանակ անց պարզում են, որ մահացածը 22-ամյա Մարիաննան է, որը ուշադրություն հղի է եղել։ Իսկապես շոկի մեջ է ժողովուրդ ջան։ Գեղարքունիքի մարզի քրեական ոստիկաններն ու Սևանի համայնքային ոստիկանները հայտնաբերում ու ձերբակալում են նրան, ով եղել է Մարիաննայի հետ մեքենայում, այսինքն ամուսնուն, 21-ամյա Հայկին։ Վերջինը հայտնում է, որ կինը մեքենայից իրեն ցած է նետել, բայց իրավապաններն էլ հոմ երեկվա երեխեքը չեն, որ ամեն մի ասած հալած յուղի տեղ ընդունեն։ Սկսում են քննություն տանել նաև սպանության եւ ինքնասպանության հասցնելու փաստերով ու իրավացի են գտնվում։ Ոստիկանության, համայնքային ոստիկանության Սևանի բաժնի աշխատակիցներ Նախ պարզում են, որ այդ երիտասարդը եղել է ոչ թափ եւ առանց վարորդական իրավունքի վկայականի։
Հետո տեղեկություն են ստանում, որ ստահակը հաշվառված է եղել ոստիկանության կենտրոնական բաժնում ընտանեկան բռնություն կատարելու համար եւ ամիսներ առաջ է ազատվել քրեակատարողական հիմնարկից։ Ստացվել են նաեւ տեղեկություններ, որ նա հարվածներ է հասցրել մահացածին։ Նրա ձեռքում եղել են մահացածի մազերը։ Պատճառաբանել է, թե երբ իր հղիկինը իրեն դուրս է նետել ավտոմեքենայից, ինքը մազերից բռնել է, սակայն չի կարողացել կանխել դա։ Մի խոսքով, եթե քննության վերջնական պարզվի, որ սա կնոջ մահվան պատճառը, առանց խղճի խայթի դատավորը պետք է սրան ուղղակի ցմահ բանդարկության տա։ Ցավակցում եմ մահացածի հարազատներին։ Մոտեցեք։ Ավտոմեքենայի հետամասում արտարեկամոտ սև արտուսներով, սև պաբատով։ Եվ վերջում մեր երկիրը հեղեղած հնդիկների ու պարսիկների բացասական կողմերի մասին։ Ես չգիտեմ, թե իրենց երկրում ոնց են վերաբերում հակահրդեհային անվտանգությանը, բայց մենք շարունակաբար կոչ ենք անում, որպեսզի այդ հարցում բնակչությունը շատ ուշիմ լինի, թե հիմա լեզվային խոչընդոտն է, որ չեն լսում մեր կոչերը, թե առհասարակ շատ փնթի են վերաբերվում այդ հարցերին, փաստն է, որ մեր կոչեր անտեսողների քիթը միշտ էլ գետնին են կպնում։ Հեսա գազի բալոններ են օգտագործում, գազաֆիկացված չի տարածքը։ Մի ասեք, էս ինչի է նման։ Մալացիա Սեբաստիա վարչական շրջանի Շերամի փողոցում ենք, ամառանոցային առաջին տարածքում գտնվող վագոն տնակում։ Ժամը 17:10-ի սահմաններում 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվում, որ նշված հասցեում խոշոր հրդեհ է բռնկվել եւ անհրաժեշտ է հրշեջների ներկայությունը։ Հրշեջները իհարկե ժամանակին հասնում են։ Ավելին, մինչև նրանց գալը հարևաններն են կենաց մահու պայքար մղում տարածվող հրդեհի դեմ, բայց անդառնալից խուսափել չի ստացվում։ Ստուգել էլի կրակը միջով, ստե հասել էլի։ Շտաբօգնության բրիգադը ժամանել է, որպեսզի տեղափոխի պարսիկ երիտասարդի կիսամոխրացած մարմինը, որոնք հրշեջները հայտնաբերել են կրակը մարելուց հետո։ Սա է գինը, որ վճարվում է հրդեհային անվտանգության կանոնների անտեսման հետևանքով, իսկ տվյալ դեպքում սխալ են շահագործել 3 կիլոգրամանոց գազաբալոնը, հենց որի պայթունի հետևանքով էլ հրդեհ էր բռնկվել եւ այն կայծակնային արագությամբ տարածվել։ Հարգելի ժողովուրդ, կրակը կատակել չի սիրում։ Մի փորձեք ձեր բախտը։ Գագիկ Շամշան, Սուրանկյուն։